Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան շարունակում է աշխատանքը, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր 1992-93 թվականներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Խոսրով Հարությունյանն է։ Բարի երեկո պարոն Հարությունյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ հաճելի է, ձեզ հետ միշտ եթերում լինել։ Շնորհակալ եմ։ Պարոն Հարությունյան, վերջին 2 օրերին այնինչ կատարվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ձեր գնահատմամբ եւ ձեր դիտարկմամբ ինչ է։ Մենք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար լսում էինք սպառնալիքներ ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի նկատմամբ եւ հիմա մի տեսակ ընդդիմության մոտ կա սպասում, որ այնինչ տեղ ունեցավ Ծառուկյանի հետ հերթով տեղի է ունենալու ընդդիմադիր բոլոր գործիչների հետ։ Մյուս կողմից իշխանությունն ասում է, որ գնում է երկրում իրավակարգ հաստատելու ճանապարհով։ Վերջին նախադասությունից սկսենք։ Իշխանության պատկերացրած իրավակարգ ասածը դա ըստ էության դա անձիշխանությունն է։ Ես իշխանությունը մետաղաբար իրավունք ունեմ եւ ճիշտ եմ։ Անկախ նրանից օրենք կա, օրենքին հակասում են մոտեցումները կամ սահմանադրության հակասումը, թե ոչ։ Ուրեմն եթե խոսքը գնում է նման իրավակարգ հաստատելու մասին, ապա դա շատ նման է բռնապետությանը։ Ինչպես ուզում եք անունը դրեք։ Իդեպ ես խորհուրդ կտայի Նիկոլ Փաշինյանին ծանոթանալ Հայիթի բռնապետի Դուվալիի եւ աշխատանքային գործունեության եւ կենսագրությանը շատ ընդհանուր բաներ կան։ Շատ ընդհանուր։ Գրեմ Գրինը դեռևս կարծեմ 70-ական թվականին հոյակապ մի ստեղծագործություն մոտ գիրք գրեց, կոչվում է Կամիդիանտի։ Կարդացեք։ Տեսեք թե ինչ էր անում Հայիթի նախագահ դոկտոր Դուվալիեն իր ժողովրդի գլխին տոնտո մագուտիների միջոցով։ Նույն վիճակն է հիմա։ Ուրեմն դա իրավակարգ չէ։ Այսինքն դա այն կարգը չէ, որը բխում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ինքնուրույն, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական պետություն կառուցելու իր սահմանադրական նպատակներին։ Դա դրանից չի բխում։ Հետևաբար ինչ է։ Հետևաբար սա ոչ այլ ինչ է, թե ոչ անձիշխանություն, ես նորից կրկնում եմ, ուրիշ ձևակերպում չեմ կարող տալ։ Միապետություն էլ չի, գիտեք, որտեղ միապետները ուրիշ են։ Միապետները մտածում են իրենց ժողովրդի, իրենց պետության ապագայի մասին։ Իշխանությունը այնուամենայնիվ ասում է, որ 49%-ը վերցրել է։ Նիկոլ Փաշինյանը հռչակել է իրեն Հայաստանի Հանրապետության վարչապետ այդ 49%-ով։ Ինչու է պետք գնալ նման գործողությունների։ Տեսեք, նախ ամենակարևորը այդ 49%-ն էլ շատ վիճելի էր։ Եվ սահմանադրական դատարանում այդ բոլոր լսումների ամբողջ ընթացքը եւ պետք է ասել, որ ընդդիմադիր ուժերի փաստաբանական թիմը մեծ խորությամբ հանգամանալից ներկայացրեց այն խախտումները ակնհայտ, ճճացող իրավախախտումները, որոնք տեղի են ունեցել ամբողջ ընտրական քվեարկության օրվա ընթացքում եւ մինչ այդ նաեւ նախընտրական։ Ուրեմն հետեւաբար որևէ պարագայում նույնիսկ այս քննարկումը անկախ նրանից սահմանադրական դատարանը ինչ որոշում կայացրեց։ Ակնհայտ է, որ քվեարկությունն ընտրությունները այս վերջի դրանք ոչ լեգալ չեն եղել, այսինքն օրինականության տեսակետից սարսափելի խոցել են։ Հետևաբար այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունը նույն չափ խոցելի է, նույն չափ, իսկ իշխանությունը ասել տվյալ դեպքում ես նկատում ոչ միայն քաղաքական մեծամասնությունը, կառավարություն եւ այլն, այլ նաեւ այսինքն ամբողջ ազգային ժողովը։ Ազգային ժողովը ինքը նույն չափ լեգիտիմության դեֆիցիտ ունի եւ խոցելի է։ Սա ակնհայտ է։ Հիմա թողնենք մի կողմ թե ինչպես է դա ներկայացում կամ մեկնաբանում մի կողմից իշխանությունների կողմից, մյուս կողմից ենթադրենք հենց իրենց իսկ արևմտյան հովանավորների կողմից։ Ամբողջ խնդիրը կանում է նրանում, որ իշխանությանը Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այս ամբողջ անցած նախընտրական մրցապայքարը ներկայացնել պայքար ռուսամետության եւ արևմտամետության դեմ։ Խնդրում ուշադրություն դարձնեք, ամբողջ կարմիր կտով գնում էր այդ թեզը, ընդ որում նաև ընդդիմությունը կամա թե ակամա նպաստում էր այդ թեզի խորացմանը։ Ոչ մեկը չէր խոսում, այդ թվում ոչ միայն իշխանությունը, այլև նաև ընդդիմությունը, իսկ որոնք են այն քայլերը, որոնք որ մեզ
կարող են, ես նկատում մեզ ասել ու նկատում հանրությանը, կարող են զերծ պայել այն սպառնալիքներից, որոնք ձևավորվել են անցած 5 տարիների ընթացքում մեր տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության Պարոն Հարությունյան, Մենակ չասեք, ես ուշադիր չեմ եղել։ Միայն չասեք ինձ, որ ես ուշադիր չեմ հետևել նախընտրական մրցաշրջան։ Այսօրվա դրությամբ, չգիտեմ ինչ են ասել, իհարկե մեկ-մեկ դրան անդրադառնում են, բայց հիմնական լեյտմոտիվը էլ քյաշալ շուն, էլ գող պիսո, էլ չմո, էլ համբալ էշ եղել։ Հիմա դուք ինձ հակառակն եք համոզելու կամ այդ ձեր լսողներին։ Խոսքը սրա մասին է։ Մեզ չհաջողվեց ընդդիմությանը, ես ինձ էլ եմ համարում։ Մեզ չհաջողվեց այդուհանդերձ հանրային դատին ներկայացնել, հանրության դատին ներկայացնել ոչ թե Ռուսաստանի հետ, թե Արևմուտքի հետ։ Թեպետ եղան դեպքեր, այսինքն նաև օրինակ Քոչարյանը հայտարարեց, որ պետք է գնալ եւ-ի կամ ոչ թե կամ-կամի ճանապարհով։ Բայց դա չդարավ նախընտրական մրցապայքարի առանցքային թեզը։ Իրականում նախընտրական պայքարի առանցքային թեզը տնտեսական հարցերն էլ չէին, թեպետ դրանք կարևոր են, որովհետև եթե ձեր անվտանգության խնդիրները դուք չեք լուծել, պետության անվտանգություն երաշխավորված չի, ձեր որևէ տնտեսական քաղաքականություն կյանքի կոչելու հնարավորություն չկա։ Ես չեմ հիշում, գոնե 4-5 քայլ հնչեցված ծրագրային բնույթի ընդդիմության կողմից, որոնք արձանագրելով իրավիճակը, թե մենք անվտանգության տեսանկյունից ինչպիսի կործանարար սպառնալիքների առջև ենք կանգնել, ես նկատում եմ ամբողջ սահմանի սոտ խոզնավար հատվածի բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են ուրեմն թշնամու ռազմական վերահսկողության տակ, հստակ դրված է խնդիր անկլավները վերադարձ, այսինքն սրա մասին կոնցեպտուալ, խնդրում եմ ոչ թե արտահայտություններ, այլ համակարգային մոտեցումներ ընդդիմությունը չի ներկայացրել։ Չէ, պարոն Հարությունյան, մենք քարոզարշավի ողջ ընթացքում լսել ենք մասնավորապես ուժեղ Հայաստանի կողմից անվտանգային հարցերի վերաբերյալ դիտարկումներ։ 300,000 ադրբեջանցիներին Հայաստանում բերելու բնակեցնելու թեզը։ Այն որ Չէ, դրա մասին ինչ եք ասում։ Որ չի կարելի։ Որ եթե Նիկոլ Փաշինյանը իշխանություն վերցրեց, Հայաստանը կանգնելու է այդ սպառնալիքի առաջ։ Հիմա ես հարց եմ տալիս։ Նիկոլ Փաշինյան չվերցրեց իշխանություն։ Դուք վերցրեցիք Աղավնի Սուքասյանը։ Ասեք, որոնք են այն քայլերը, որոնք կանգնեցնեն Ադրբեջանի աներկբա, անթաքույց մեր տարածքները վերցնելու ձգտումը։ Ինձ ասեք, որոնք են։ Խոսքը սրա մասին է, Աղավնի։ Ես չեմ ասել, թե մենք չենք ասել։ Ինչու Նիկոլ Փաշինյանը ինչ ասում էր, քայլերներ տակը դնում էր, պարոն Հարությունյան։ Ես Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չեմ։ Ես ինձ համարում եմ ընդդիմության փաստաբան։ Ինձ հետաքրքրում են ընդդիմության դիրքորոշումները, ընդդիմության քայլերը։ Իդեպ ես կրկնում եմ, ես այս բանը ասում եմ, որովհետև իրավունք եմ ունեմ ասելու։ Ասեմ ինչու, որովհետև ես ընդդիմադիր բոլոր ուժերին, համարյա ազդեցիկ ուժերի մասնախոսքը, ներկայացրել եմ իմ պատկերացմամբ այն քայլերի հաջորդականությունը, որոնք հաջողության դեպքում կարող էին ապահովել դժվարությամբ, մեծ դժվարությամբ, բայց այդուհանդերձ, եթե ոչ կչեզոքացնեն այն սպառնալիքները, որոնք ձևավորված են մեր անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության հանդեպ, գոնե կմեղմեին։ Արդյոք միակ տարբերակը այն չէր լինի մեղմելու առումով, եթե ընդդիմությանը հաջողվեր Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Չէ, ես այդպես չեմ մտածում, որովհետև եթե ընդդիմությունը չի իմանում, եկավ իշխանության վաղը չեմ սորը ինչ քայլեր պետք է անի, ոչ թե լոզունգներ հրճակի, մենք դեմ ենք, որ 300,000-ը գան Հայաստան, ոչ, դրա մասին չի խոսքը։ Որոնք են այն քայլերը, որի արդյունքում քո աշխարհագրական դիրքը Աղավնի, որը խոցելի է դարձրել մեզ, աշճանաբար կվերածվեր աշխարհագրական Ասել են դիվանագիտությունը, արտաքին խաղացողների հետ բանակցությունները։ Կներեք ինչի մասին։ Ինչի մասին։ Դիվանագիտությունը իհարկե, բա ով չենք ասում նարդի խաղալով դե այդ խնդիրը լուծվի։ Դիվանագիտության, բայց ինչի մասին։ Բանակցային թեման որն է, որոնք են այն կոնցեպտուալ հարցադրումները, որ դնում ենք որ Հայաստանում օրինակ Ալիևի պահանջով չի կարող փոխվել սահմանադրություն։ Չի կարող փոխվել, դա բանակցային օրակարգի հարց պետք է լինի, պարոն Հարությունյան։ Ասում է, դեպքում ասում է, տեսեք, դուք պայմանավորվածություններ ունեք, որ հետ են կանչում բոլոր տեսակի ձեր ստորագրածը, դուք պայմանավորվել եք, եթե նրանք ընդդիմություն են, ինչպես պայմանավորվածություններ ունենան, պետք է դառնան իշխանություն նոր։
մենք խոսում ենք ձեզ հետ այն մասին, եթե ընդդիմություններ գա հաջողության։ Լսեք, դուք ընդունում եք այն թեզը, որ Ալմատի հռչակագրի հիման վրա պետք է մենք սահմանազատում անենք։ Այո թե ոչ։ Հարց եմ տալիս ձեզ, Ալիևը ձեզ հարցնում։ Ընդդիմություն։ Այո թե ոչ։ Աշխարհն ասել է այո։ Դուք ինչ եք ասում։ Բա հարցը սրա մասին է, ոչ թե գնանք բանակցենք, իհարկե պետք է բանակցել։ Խոսքը բանակցելու process-ի մասին չի, խոսքը բանակցելու թեմայի մասին է։ Իմաստի ու բովանդակության մասին, ես սրա մասին եմ խոսում։ Պարոն Հարությունյան, եթե փորձենք այս թեման ամփոփել, ըստ ձեզ ընդդիմությունը չի կարողացել իշխանություն վերցնել, որովհետև քայլերի հերթականությունը չի ներկայացրել։ Դուք մի շեղեք իմ ասածը։ Ես ասում եմ ընդդիմության այս բացը նախընտրական մրցապայքարը ըստ էության դարձրեց կամ հյուսիսի հետ, կամ արևմուտքի հետ բացարձակապես ոչինչ չասող Հայաստանի համար ոչինչ չասող բանը արճակատման, հակադրմանը կամ ուղղակի զուտ իշխանության համար կռիվ։ Զուտ, մեկ, ես գալիս եմ իշխանության, որտեղ դու վատն ես։ Այ դու քանի որ դավաճան ես, ուրեմն հետաբար ես պիտի գամ իշխանության։ Ես էլ ասում, գիտեք, ժողովուրդը, ես չէ, որտեղ ես ընդդիմությանն եմ պաշտպանել, բարձր չէ, բայց ես հարց եմ տալիս, ինքս ինձ։ Լավ, կարող եմ ես մի հատ Խաչի գյուղի գյուղացի եմ։ Մտածում եմ, լավ, Նիկոլը լավը չի, բայց դու որ եկար իշխանության, կարող եմ մի նոր պրոբլեմ ստեղծես մեր գլխին։ Կգամ կտեսնեք։ Ինչ։ Կգամ կտեսնեք։ Այդ հենց տենց էլ ասվեց, կգամ կտեսնեք։ Նրանք էլ ասին ախպեր ջան, ավելան նաղդ է։ Այսա նաղդ։ Այսինքն խոստանում է, ինքը խոստանում որ պատերազմ չի լինի։ Բայց մի վարքյան խոստանում է մեկ մարդ, որը 3 պատերազմ է բերել։ Այ մարդ բերել է թե չի բերել, հիմա խոստանում է։ Բայց ինքը ինչ խոստացել է հակառակն արել, պարոն Հարությունյան։ Դուք ինձ մի ասեք, գնացեք ժողովրդին ասեք, ինչու ժողովուրդը շարունակեց ձեզ։ Նշանակում է ոչ թե դա էր խնդիրը, այլ խնդիրն այն էր, որ մեծամասնությունը մտածեց ստամոքսով, բավարարվեց 10,000 դրամ ավելացված թոշակով, փռած ասֆալտով։ Ինչու է Փաշինյանին դա հաջողվում։ Ինչու։ Որտեվ ինքն իշխանություն է, ինքն ունի պետական ռեսուրսներ, վարչական ռեսուրսներ։ Իշխանությունը նրան տալիս է այդ լծակները, պարոն Հարությունյան։ Հիմա ես մի հատ եմ տալիս։ Այդ պատկերացրեք այդ Վահագն Հովակիմյանը, որը ընտրվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Պատկերացրեք Վահագն Հովակիմյանը ոչ թե ընտրվել, քանի որ քաղաքացիական պայմանագիրը բացարձակ մեծամասնություն էր։ Այլ պատկերացրեք, որ Վահագն Հովակիմյանը հայտնվել այդ պաշտոնում ընդդիմության ու քաղաքական մեծամասնության բանակցությունների կամ կոմպրոմիսի արդյունքում։ Ինչ եք ասում, Վահագն Հովակիմյանի վարքագիծը կարող էր տարբերվել այսօրվա վարքագծից։ Ես ըստ ուղղակի հարց եմ տալիս։ Դուք կարծում եք ընդդիմությունն ու ԿՊ-ն հնարավորություն են ունեցել նախորդ 5 տարվա գործունեության ընթացքում բանակցել, ընդդիմությունը չի բանակցել։ Ոչ, իհարկե ոչ, ուրեմն դուք իմ ասածը լավ կամ ես սխալ եմ, լավ չեմ արտահայտում մտքերս։ Ես ընդհանրապես ասում եմ, չկար այդպիսի հարցադրում ընդհանրապես, օրինակ, որովհետև ԿՊ-ի վիճակի չէ բանակցել ըստ։ Մի րոպե, չէ, կներեք, լավ, եկեք հասկանանք հետևյալը։ Ինչու է իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքը ժողովրդավարական համակարգերի համար բացառիկ կարեւոր։ Գիտեք ինչու է պատճառը։ Ինչու պետք է լինի պետական իշխանությունը պետք է իրացվի օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միջոցով կամ իշխանության թևերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը գործում է ինքնուրույն, կախված չէ մյուսից, հա, բայց նրանց միջև գործում են հակակշռների եւ փոխադարձ զսպումների համակարգ։ Ինչու է դա արվում։ Դրա նպատակը աղավնի մեկն է։ Միայն այդ դեպքում, ընդ որում դրա այդ գաղափարի եղանակը ես չեմ։ Դա Մոնտեսկյոից է գալիս, դեռևս ֆրանսիական լուսավորիչների մոտից է գալիս։ Ջոն Լոկը, անգլիացի, Մոնտեսկյոն, դրա իմաստը կանում է հետևյալում. եթե ուզում եք դուք հասարակություն, ժողովուրդ, ձեր իրավունքները պաշտպանվեն, այսինքն իրավունքը դառնա գերակա, ապա պետական իշխանությունը, որը ստանձնում է ձեր իրավունքների ապահովման ողջ պատասխանատվությունը, պետք է գործի այս սկզբունքով։ Այո, հիմա տեսականորեն պետք է, բայց ինչ արեց Նիկոլ Փաշինյանը մեր երկրի հետ։ Տեսեք, լսեք, ես ձեզ հարց եմ տալիս։ Ամբողջ հարցը, այո, սահմանադրությունը մեծ թերություն ունի։ Գիտեք որն է այդ թերությունը։ Ապահովելով, ասենք, կայուն մեծամասնություն թեզը, որը խոսում էր այն մասին, որ այն ժամանակ մտածում եք, որ Հայաստանը, որ գտնում էսպիսի հեղեղուկ աշխարհակաղակական իրավիճակում, միշտ պետք է լինի ինչ-որ մի իշխանություն
որը որ մեծամասնություն կազմի եւ կստանձնի ոչ պատասխանատվությունը։ Չի լինի, ասենք, թե կոալիցիոն կառավարությունների մի ամբողջ շարք, ինչպիսին ապրում էր օրինակ ժամանակին Իտալիան։ Իտալիայում օրինակ մի տարի կար 4 անգամ կառավարություն փոխվեց։ Մենք այդ ծիշրարություն մեզ չունենք կարող թույլ տալ։ Դրա համար դրվեց այդ կայուն մեծամասնության գաղափար, այսինքն այն կուսակցությունը, որը առավելապես շատ ձայն է հավաքում, նա ստանում է 50 տվյալ դեպքում 52% բոնուս կոպիտ ասած մեծամասնություն։ Բայց խնդիրը այլ չէ, չէ՞։ Խնդիրը այն էր իսկ կարելի էր վերևից էլ սահմանափակել 52%, բայց ոչ ավել, ասենք թե 56%։ Այդ դեպքում խորհրդարանում գտնվող ազգային քաղաքական փոքրամասնությունը ըծեմություն հնարավորություն կներ կարևորագույն հարցերում հակակշռել, փոխադարձ զսպումների համակարգ օգտագործել, որպեսզի կարողանա իշխանության միահեծան այդ բնույթը կոտրի։ Հիմա դա չունենք։ Հետևաբար այն ուժերը, որոնք հիմա գնում են խորհրդարան, ինչ պետք է անեն։ Ասեմ, բայց այդ հարցը պիտի բարձրացնեն։ Ասեն, լսեք, դուք ունեք 64 մանդատ։ Ընդ որում 3/5-ը որ իրան հնարավորություն տալիս ինչու է իր համար դա կարևոր գոնե կարևոր սկզբունքային պաշտոններում ինքը իր մարդկանց նշանակի որտեղ այդպես ինքը պետք է պահի իր անձիշխանությունը լավ այդ դեպքում հարց կարող են քննարկել գիտեք ենթադրենք դուք եք ամենապատասխանատու ստանձնել եք պատասխանատվությունը եկեք պայմանավորվենք եթե դուք իրականում խոսում եք ժողովրդավարության մասին խոսում եք իբր թե արևմտյան եկեք պայմանավորվենք որ Ազգային ժողովում ֆինանսա-բյուջետային հարցերի անձնաժողովի նախագահը պետք է լինի ընդդիմության կողմից ներկայացված։ Մի րոպե խնդրում եմ։ Դուք հիմնավորում եք ինչու դա պետք է լինի։ Ասում ենք, որովհետև այդ կերպ քաղաքական փոքրամասնությունը հնարավորություն է ստանում վերահսկել ամենակարևորագույն ինստիտուտը։ Բյուջետ։ Մի րոպե։ Հիմա բոլոր պատասխանները կտամ։ Այսինքն դուք հարցը բարձրացնում եք, դարձնում եք հանրային դիսկուրսի առարկա, որովհետեւ Խաչի գյուղը գյուղացնել հասկանա, թե դուք ինչի մասն եք խոսում։ Ինչու եք դա պահանջում։ Որտեղ գյուղացուն դա հետաքրքիր չէ։ Խաչի գյուղացուն հետաքրքիր է, որ իր տանդեմը Նիկոլ Փաշինյանը ասֆալտ փռի, բան Հարությունյան։ Ուրեմն նայեք, այդ նույն Խաչի գյուղի գյուղացին նաև մտահոգված է իր բերքի իրացմամբ։ 5 տարի տեսել ենք ընդդիմությունը որքան հարց է բարձրացնում խորհրդարանում։ Լսեք, բայց ինչու արդյունք չտվեց։ Հետևաբար հարց։ Ուրեմն ամբողջ խնդիրը կայանում է, որ քաղաքական կառավարման խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական մեծամասնությունը կառավարությունը նույնն են։ Նույնն են, չի կարող լինի կառավարության եւ քաղաքական մեծամասնության միջեւ տարաձայնություններ։ Դրանք նույնն են։ Հետևաբար ոչ թե հակակշիռները պետքա ձևավորել գործադիրի եւ օրենսդիրի միջեւ, որի մասին ես նոր քիչ առաջ խոսում էի, այլ օրենսդիրում քաղաքական մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ։ Հասկանում եք, սա է հարցը։ Այս խնդիրը ոչ հեն 5 տարվա ընթացքում ընդդիմությունը չհնչեցրեց, չբարձրացրեց, ոչ էլ այս հիմա ըստ էության ես այդպես բան չեմ լսում։ Իմ մի վարքյան միտքս ավարտեմ, պետք է լսեք։ Սրանք լուրջ հարցեր են։ Հետևաբար, խնդիրը կայանում է հետևյալում։ Այնքան ենք պրիմիտիվացել, մանդատները վերցնեք, թե ոչ, ես ասում եմ ոչ, դրան չի խնդիրը։ Խնդիրը կայանում է արդյոք ընդդիմությունը հնարավորություն պետք է ունենա կամ ունի կամ կարող է փորձել այդ հարաբերակցությունը փոխադարձ զսպումների հակակշռների համակարգը ձևավորելու։ Ընդդիմությունը շատ է ուզում, պարոն Հարություն։ Ես չեմ լսել։ Ենթադրենք ընդդիմությունը շատ է ուզում, բայց քվեարկողը ԿՊ-ն է։ Մի րոպե։ Այն որ քաղաքական մեծամասնությունը հանցագործա դավաճանը մենք շատ ենք լսել։ Ես այլ բանից եմ խոսում։ Դուք լսել եք նման հարցադրում։ Ընդդիմությունը հանդես եկել է, օրինակ ընդդիմությունը հարց բարձրացրել է, որ գիտեք ինչ կա, հաշվեք քննիչ պալատի ղեկավարի տեխնացությունը պետք է լինի միայն ընդդիմության ներկայացուցիչ։ Եթե գիտի, որ ԿՊ-ն մերժելու ինչ բարձրացնի։ Կներեք։ Իրենք այդ դրամաբանության են գալիս։ Եթե դուք գիտեք, որ ԿՊ-ն չի անելու, բխեք մտեք մարզապայքարի մեջ։ Որ իշխանություն վերցնեն, այսինքն ձեր նպատակը միայն իշխանությունն է։ Չէ, իշխանությունը պետք է, որպեսզի ինչ ծրագիր ունենք, կյանքի կոչվի։ Որն է ծրագիրը, մեծ հնչեցրեք, բայց այս ինչ որ ես ձեզ ասում եմ, հենց այդ ծրագրային դրույթներ պետք է լինեն։ Առաջինը ծրագրային կետերը եւ առաջնահերթությունը ըստ ընդդիմության Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցն է։ Ոչ թե ազգային ժողովում հակակշիռների մեխանիզմ ստեղծել, այլ տարածքային ամբողջականությունը վերականգնելը, ադրբեջանցիների այստեղ բնակեցնելու հարցը փակելը։ Մի րոպե տարածքային ամբողջականությունը վերականգնել դուք նկատնեք այն բարձունքները, որոնք որ հայտնվել են Ադրբեջանի, այո։ Դրանցից պետք է ադրբեջանցիները դուրս գային։ Ինչպես։
Ասեք, ես լսել եմ, ուզում եմ իմանամ ինչպես, կռվով, պատերազմով, Ոչ բանակցություններով։ ինչպես եւ ինչ եք բանակցելու։ Ասելու եք մանալում խնդրում եմ դու հետ գնա, հա? Դուք սա եք ասելու։ Խոսքը սրա մասին է աղավնի։ Ես սա չեմ լսել։ Ընդդիմությունից սա չեմ լսել, որոնք են այն քայլերը, որոնք նա պետք է հնչեցներ նույնիսկ նախընտրական մրցապայքարի ընթացքում, որովհետեւ նրան չասեն դու ռևանշիստ ես կամ պատերազմի եռագլուխ չեմ անում ինչ։ Ներողություն, բայց ասողնովը 3 պատերազմ Լսեք, շատ բան կարող են ասել։ Մենք էլ ենք շատ բան ասել, չէ՞։ Ընդդիմությունն իշխանությունները ասեն ասել։ Խնդիրը դրա մասին չի։ Խնդիրը դրա մասին է, որ օրինակ արևմտյան խաղացողները ակնհայտորեն ասում են ձեր ընդդիմությանն են դիմում։ Դուք ըստ էության ոչ այլ ինչ եք, թե ոչ Ռուսաստանի շահերը ներկայացնող։ Ընդդիմությունն էլ, ընդ որում Ռուսաստանն էլ ահագին նպաստեց դրան։ Իր առօրյա հայտարարություններով շատ նպաստեց, բայց թողնեք եթե ես չեմ ուզում դրան անդրադառնալ։ Հարցը հետևյալն էր։ Ես գտնում եմ, որ գոնե ես կողմ եմ քվեարկել ընդդիմությանը, հասկանալով, որ ոչ թե ես ռուսամետությանն եմ կողմ քվեարկում, որտեղ բոլորս պետք է նախ լինենք հայամետ։ Հասկանում եք, ես կարծում եմ, որ այդ կերպ հնարավորություն ենք տալիս, ընձեռում ենք շանս, որ իշխանության կամ մի նոր քաղաքական ուժ կամ ուժերի համախումբ, որը պատկերացնում է, որոնք են այն մի քանի քայլերը, որոնք կարելի է անել եւ պետք է անել ընտրություններից անմիջապես հետո իշխանություն ձևավորելու պարագայում, որը ոչ թե կբերի առճակատման, այլ միջազգային երևույթի նորմերը օգտագործող կարող է խոսել այնպիսի հռետորաբանությամբ, որը թույլ տալ մտածել, որ բերելու են առճակատման ոչ, ընդդիմադիր երկու ուժերն են խոսել են այն մասին, որ իրենք պատերազմ չեն բերել եւ առճակատումների չեն։ Ճիշտ եք ասել։ Բայց ես էլ հարց եմ տալիս, սովորական քաղաքացի եմ, ասում եմ Տիկին Աղավնի Սուքասյան, կամ չգիտեմ ով, եկեք իշխանության։ Շատ կարևոր հարց է գամ իշխանության, կասեմ ինչ եմ անելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը Ասա ինչ ես անելու նոր ձեզ զայն տամ։ Ներողություն, իսկ Նիկոլ Փաշինյանին ինչ է ասել։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ պատերազմի կուսակցություն։ Ես Նիկոլ Փաշինյանին պաշտպանեց թե Մակրոնը, թե որովհետև նրանց շահն է նաև այս երկրում սպասարկում։ Լսեք, բայց դուք շատ զարմանալի մարդ եք։ Դուք ում յանից եք։ Ես խոսում եմ ժողովրդի անունից։ Դուք ում անունից եք խոսում։ Ժողովրդի։ Եվ ասում եմ, որ ընդդիմությանը մենք մեղադրում ենք այն պարագայում, երբ մեր ժողովրդի 700,000-ը ապացուցեց, որ ինքը ձայն է տալիս եկեղեցու դեմ արշավող մարդուն։ Հա։ Պատկերացրեք, այո։ Տես աստած։ Դե բա մենք ինչ ենք ուզում խեղճ ընդդիմությունից։ Չէ, ես ուզում եմ այն 850,000 որ չմասնակցես, նրանք գային խաղի մեջ։ Այն նրանք ձեզ չլսեցին, նրանք ձեզ չհասկացան, մեզ Ձեզ սխալ եմ տվյալ դեպքում ասում, մեզ ընդդիմադիրներից չհասկացան։ Նրանք չհասկացան այդ, որ դուք ասում եք պետք է Ադրբեջանը իր զորքերը դուրս բերի Հայաստանի սուվերեն տարածքից, ինչպես եք դուք դրան հասնելու։ Նրանք դա չլսեցին։ Մենք դա չենք ասել։ Նախընտրական մրցապայքարում։ Մենք օրինակ չենք ասել, գիտեք ինչ կա, որ սահմանազատումը շատ կարևոր է, բայց եթե դուք հիմք եք ընդունում ենթադրենք Ալմատի հռչակագիրը, ապա Ալմատի հռչակագրի մեջ ամրագրված է մի շարք պարտ, որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության եւ Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության միջև ձևավորված 91 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ ձևավորված վարչական սահմանը հենց անցնում է պետական սահման։ Հիմա ես հարց եմ տալիս, բա այդ վարչական սահմանը գոյություն չուներ ԽՍՀՄ-ի ժամանակ։ Հարց եմ տալիս, եթե գոյություն ուներ, ապա ինչու եք նորից սահմանազատում անում։ Կարաք ինձ բացատրեք։ Հիմա ես ձեզ ավելին ասնեմ։ Ոչ միայն այդ վարչական սահմանը գոյություն ուներ, 84-88 թվականների ընթացքում Աղավնի 84-88 թվականների ընթացքում ամբողջ հայ-ադրբեջանական սահմանը թե Նախճիվանի մասով եւ թե Ադրբեջանի մասով ամբողջությամբ 938 կիլոմետր սահմանանշվել է, ձևավորվել է 198 արձանագրություններ երկու հանրապետությունների կառավարությունների կողմից ստեղծված հանձնաժողովների ստորագրությամբ։ Այդ 198 պրոտոկոլներում արձանագրություններում նկարագրված է սահմանը այս քարից, այս թուփից, այս չոլից, այս բանից, այսքան Փաշինյանը դրա տեղը չգիտեր։ Իսկ ընդդիմությունը գիտեր։ Փաշինյանը ես տեղակ եմ, պայ ինքը դիտավորա չի ուզում։
Ես Փաշինյանին չեմ քննարկում։ Իմ քննարկման թեման ընդդիմությունն է։ Ես կրկնում եմ, ես ընդդիմության ցավն եմ լացում, դարդն եմ լացում։ Հասկանում եք, ես ես հարց եմ տալիս, իսկ ընդդիմությունը գիտեր այս մասին։ Իհարկե գիտեր։ Բայց դուք երբևէ լսեցիք դրա մասին հայտարարություն։ Ես նույնիսկ ինչ էի առաջարկում։ Ասում եմ, եկեք հիմք ընդունեք դա, եթե կլիներ վեճ, ապա վեճը լուծում ենք 2017 թվականի Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության դեկտեմբեր ամսին, 17 թվականի դեկտեմբերին, Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության կողմից սահմանված կամ հաստատված, քարտուղարության կողմից հաստատված պետական սահմանի սահմանազատում, սահմանագծում հրատապ հարցեր եւ լուծումներ փաստաթղթի իման վրա։ Գիտեք այնտեղ ինչ era գրած։ Այնտեղ գրած է, որ չի կարող սահմանազատումը լինել օրինական, եթե այնտեղի ունենում ուժի սպառնալիքի կիրառման կամ ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի տակ։ Այսինքն եթե Ադրբեջանի զորքեր եկել են գլխավոր բոլոր ռազմավարական բարձունքները գրավել են եւ դա ուղղակի մեր տարածքային ամբողջականության համար դա լուրջ սպառնալիք է, ապա ընդդիմությունը այս հարցը պետք է բարձրացնի, որ խնդրեմ պարոն եվրոպացիներ, պարոն Մակրոններ եւ այլոք, դուք ասում եք ամեն ինչ նորմալ է, բայց ձեր կողմից ընդունված փաստաթուղթը մեջ գրած է, որ չի կարող սահման Ձեր ասածը շատ լավ է, բայց ոչ թե շատ լավ է, ոչ թե շատ լավ է, տվյալ երկրի իշխանության հետ։ Դուք կարող եք բերել աշխարհում օրինակներ, երբ ընդդիմության հետ են աշխատում։ Մի րոպե, բազում օրինակներ կբերեմ։ Մենք ձեզ հետ խոսում ենք այլ բանի մասին։ Ես ասում եմ, ինչպիսին պետք է լիներ այս նախընտրական մրցապայքարում քաղաքական փոքրամասնության, այսինքն ընդդիմության վարկագիծը ու առաջ քաշող թեզերը։ Ես դա եմ ասում։ Ես ասում եմ Մակրոնը խիմեզ է չի աշխատում, չնայած եթե շատ լուրջ հայտարարություններով հանդես գանք եւ ծանրակշիռ Մակրոնն էլ կհաշվի կնստել մեր դիրքորոշման հետ։ Հարցը դա չէ, մենք չենք էլ կարևորել դա։ Ես կարող եմ բազում օրինակներ բերել։ Խնդիրը ես տեսեք մի ընդհանրապես մի օրինակ, այսինքն տեսեք սահմանազատման եւ սահմանագծման, որը բոլորը պահանջում այդ թվում առաջերտին Ադրբեջանը, մենք չենք ասում ոչ, եւ ընդդիմությունը չի կարող ասել ոչ, այլ ասում է իհարկե, բայց եկեք հասկանանք ինչ ենք անում։ Հասկանում եք կամ հաջորդը։ Տեսեք, խոսքը գնում է տրիպի մասին։ Բազում բաներ ենք խոսքը։ Ես ինքս հոդվածներ ունեմ, մի քանի հոդվածներ, եւ նույնիսկ ձեր եթերում նախքին խոսել եմ այդ մասին։ Այսինքն խոսքը գնում է Միջինցկի վրա Հայաստանի հայտնվելու հնարավորության մասին։ Հիմա եթե մենք ունենք Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի ղարս հնարավորությունը, ինչու որևէ մի անգամ ընդդիմությունը այս բանը չի հնչեցնում։ Ինչու։ Հնչեցրել։ Ազգային ժողովի Հայաստան դաշինքի падգամավորները, երբ դուք սովորաբար ձեր հարցազրույցների ժամանակ այդ մասին խոսում եք, ես լսել եմ այդ մասին ելույթ ունի Արծվիկ Մինասյանը, այլ падգամավորներ, ես լսել եմ, իրենք խոսել են։ Ձեր ասած թեզերը իրենք բերել են։ Ցավոք սրտի չեմ լսել։ Ցավոք սրտի, թող ներվի, ենթադրենք ես վրիպել եմ։ Մարդ եմ, կարող է եւ վրիպացել եմ։ Բայց հարց եմ տալիս, դուք այս 30 օրը նախընտրական մրցապայքարի սրա մասին մի հատ ակնարկ լսել եք, մի հատ ակնարկ լսել եք ընդդիմության կողմից։ Խոսում են բոլորը տրիպը չի կարելի, բայց չեն առաջարկում իսկ որն է ճիշտ։ Իսկ մինչդեռ այդ իմ առաջարկած այդ տարբերակը մոռանանք ես եմ հեղինակը, թե չէ, անկեղծ եմ ասում, ինձ դա չի հետաքրքրում։ Այդ տարբերակը հնարավորություն է տալիս Հայաստանին իր աշխարհական դիրքը դարձնել աշխարհաքաղաքական պոտենցիալ։ Հայաստան կուսակցությունը եւ նրանց առաջնորդը եւ նաեւ խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը իրենք ասել են, որ իրենք տրիպը չեն չեղարկելու, իրենք ասել են, որ լսեք, մենք տարբեր բաներ ենք խոսում։ Դուք ասում եք ընդդիմությունը չի ասել, որ տրիպը պետք է ասել է։ Ես նորինակ ուրիշ բան եմ առաջարկում։ Ես ասում եմ, իսկ նույն Նարեկ Կարապետյանը, ձեր ասած ուժեղ Հայաստանը կամ Հայաստան դաշինքը կամ մնացածները երբևէ խոսացին Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի ղարս գծի մասին։ Խոսացել են երբևէ թե ոչ։ Դուք կարծում եք, որ խոսեին այսօր այլ պատկեր կլիներ։ Լսեք, ես չեմ անում ինչ կլիներ, բայց ես գոնե կհասկանայի ինչի համար եմ ձայն տալիս։ Ես որպես Խաչի գյուղացի կարող եմ իսկի հասկանալ։ Իսկ այսօր այս լռությունը իրականում անձերի միջև միջանձնային հարաբերությունները ամբողջ նախընտրական մրցապայքարը դրան վերածվեց։ Դրա համար ասեցի էլ գող փիսոյել քաչալ շունել ինչ ասես չասեցինք իրար։
չբերեց մեջտեղ այս ընտրական համակը, այս նախընտրական process-ը հասարակությանը ընդամենը բաժանեց երկու մասի՝ ռուսների թե արևմուտքի հետ, իսկ ռուսական կողմը, ռուսական այս վեկտորը բավականին խոցել է այս վերջի շրջանում, դրան չեմ ուզում անդրադառնամ։ Երկրորդ, ում վստահենք, նախկիններին թե նարկաններին։ Մենք այդ ենք արել, մենք ակամայից ուզում էինք թե դա չէ, բայց մենք խաղացել ենք Նիկոլ Փաշինյանի խաղը։ Ամբողջ այս ընտրական նախընտրական փուլում։ Հիմա հետընտրական զարգացումները։ Ինչ պետք է անի դիմությունը։ Ես ասում եմ հրճակեք այն պահանջները, որոնք հնարավորություն կտան ազգային ժողովում ձևավորել քաղաքական փոքրամասնության մեծամասնության հակակշռելու հնարավորություններ, ես համոզված եմ ընդդիմանը չի ընդունելու, քաղաքական մեծամասնություն դա չի ընդունելու, վերցրեք մանդատները, դրեք այդ պահանջները, չի ընդունում, ասեք, քանի որ մենք ուղղակի պահանջում ենք հանրային կյանքի ժողովրդավարական զարգացման առանցքային սկզբունքի, իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքի իրականացման գործիքակազմ, ռեալ գործիքակազմ իշխանությունը չի ընդունում, հետաբար մենք բոյկոտում ենք, դնում ենք մանդատներ ու վերջ, թող 64%-ով դրեցինք մանդատները, գնացեք փողոցում պայքար կազմակերպեք, բոլորն ասում են, սա տեսեք ինչ են փողոցում պայքար են կազմակերպել։ 5 տարի չի տևի։ Բագրատ Սիրփազյանի շարժումը, Դիմադրության շարժումը, Հայրենիքի պետության շարժումը։ Այդ շատ լավ բան բերեցիք։ Ինչու այդ շարժումները չստացվեցին։ Ինչու։ Բագրատ Սիրփազյանին հաջողվել էր 2024 թվականի մայիսի 9-ին երբևէ հանրապետության հրապարակը դες լծված չեղել։ Այդ հանրապետության ես այնց այդ նույն միտինգի ժամանակ, միտինգից հետո իր խոսել եմ իր հետ, Բագրատ Սիրփազյանի հետ։ Ասել եմ պարզ մի բան, որևէ մեկին չէր հաջողվել այսպիսի կոնսոլիդացիա հանրային ձևավորել, բրավո։ Հիմա ձեր խնդիրը այս կոնսոլիդացիան քաղաքական կապիտալի վերածելն է։ Այն որ հենց նոյեմբերի մայիսի 9-ի այդ հանրահավաքում ասես ձեզ քեզ մի ժամ ժամանակ եմ տալիս, այդ արդեն շատ բան ձախողեց, ես դրա համար եմ բարձրացրել բեմ, հետնաբեմում իր հետ խոսել եմ, ասեմ չէր կարելի այդպես բաներ անել։ Դա խոսում այն մասին, որ դուք պատրաստ չեք քաղաքական process-ները տանելու, չեք ընկալում դրա նրբությունները։ Բայց դրանից հետո մի քանի անգամ Բաղրամյանի վրա իր այդ ասել եմ, լսեք, բարեխոսությամբ կամ այդ բարոյականության վերաբերված խոսքով, որը շատ կարևոր է, երկրում իրավիճակը քիչ փոխի։ Ժամանակն է, որ այդ ձեր խոսքի մեջ, այսինքն հարթակից հնչի քաղաքական կոնտենտ, այսինքն քաղաքական հարցադրումներ ինչ եք պահանջում իշխանությունից։ Մենք իշխանությունից պահանջում։ Լսեք, չի լինում այդպես։ Ղարաբաղ կոմիտեն երբեք մտքով չանցկացրեց միայն հեռացումով։ Ղարաբաղ կոմիտեն 98 թվականից ինքը կոնկրետ ժողովրդի ինքը մշակում էր առաջարկություններ, միտինգին հնչեցնում ասում էր համաձայն եք այս առաջարկություններին, ասում էր միտինգը այո, ասում էր այդ դեպքում մենք կարող ենք ձեր անունից սա ներկայացնենք իշխանություններին։ Հիմա նույնն եք ուզում անի այսօրվա դեմությունը։ Դա է միակ պայքարը։ Դա է ճանապարհը, որ դու կարող ես ձևավորել դե ֆակտո երկիշխանություն։ Այսինքն դուրս գալ խորհրդարանից, պահանջները ներկայացնում եք, բոյկոտել ու թողել 64 հոգով, թող ինքը տեսնեմ ինչքան է կառավարելու։ Ինչքան ուզի։ Ինչ է կարծում, այն պահանջները մի րոպե, այն պահանջները։ Խի դուք որ ընդեղ եղաք արևմուտքի աջակցությունը վերանալու, հա։ Չէ։ Բայց ինչի մասն եք խոսում։ Գոնե սենց Փաշինյանի ձևավորած ազգային ժողովը կլինի կիսատ պրատ երկու ոտի վրա կաղբադ։ Ինչն է խանգարելու այդ կաղբադին 5 տարի շարունակ այդպես երկիր կառավարել։ Այնպես է կառավարել։ Դուք ասում եք, եթե դուք ընդեղ եք չի կառավարելու։ Ստացվում է 340,000 մարդ գնաց եւ ձայն տվեց ընդդիմադիր ամենամեծ ուժին։ 120,000 մարդ ձայն գնաց եւ ձայնվեց Հայաստան դաշինքին։ Մանդատները վերցնեն, մեկ ամիս աշխատեն, բոյկոտեն, թողեն գնան։ Նրանք ձեզ դրա համար ձեզ չեն տվել։ Նրանք կներեք, խնդրում են ժողովրդի մի խաղաղ։ Եթե փողոցում կա ճնշում, վարչապետ ազգային ժողովով չի փոխվելու։ Մի րոպե։ Կներեք։ Ես բոլորին այլ բանի մասն եմ խոսում։ Նախ ձեր ընտրողները ձեզ ձայն չի տվել նրա համար, որ դուք գնաք падգամավորի մանդատ ստանաք։ Կներեք, նրանք ձեզ վստահել են, որ դուք իշխանություն կփոխեք։ Չի ստացվում ձեզ այդ։ Ուրեմն շարունակեք այդ քաղաքականությունը։ Իշխանության փոփոխության քաղաքականությունը։ Իշխանության փոփոխության քաղաքականության ճանապարհը ըստիս։ Դա կայանում է դուրս եկեք մանդատները վերցրեք, պայմանները դրեք, որպեսզի քաղաքական փոքրամասնությանը անհրաժեշտության
հակակշիռների փոխադարձ զսպումների համակարգի ձևավորման բանական, խոսքը բանական առաջարկությունների մասին ձևավորվի, իշխանական մեծամասնություն դեմ կլինի, դրեք ձեր մանդատները բոյկոտեք, թող 64 հոգով աշխատեն, թող աշխատեն։ Դրեցին, բոյկոտեցին, գնացին փողոց, 100,000 մարդ հանեցին։ Վերջն արդյունքում Հայաստանի Հանրապետության ձեր նպատակը քաղաքական փոքրամասնության նպատակը հիմա արտահերտ ընտրությունների process-ն է։ Այսինքն փողոցը այնքան եռացող պահել, որ ԿՊ-ն ինքնալուծարվի գնա արտահերտ ընտրություն։ Ոչ, չէ։ Խնդրում ինքնալուծարում բառը մի օգտագործեք։ Որտեղ սա նշանակում է, որ այն խնդիրները, որոնց համար ստանձնել է հրապարակավ պարտավորություններ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի եւ թե այլոց հանդեպ, ինքը միայնակ 64 հոգով չի կարողանալ։ Մասնավորապես ոնց որ դուք եք ասում, սահմանադրություն չի կարող փոխել։ Եթե սահմանադրություն չի կարողանում փոխել, ապա իր մոտ այդ խնդրը մնում է օդում կախված։ Ադրբեջանցիները շարունակում են ճնշել, չգիտեմ ինչ ուզում ես արա, բայց փոխի։ Ինչ ուզում ես արա, փոխ։ Ինքը ինչ պետք է անի, ստիպված կարող է գնա արտահերտ։ Ինձ կարող եք ասել, բայց որտեղ է երաշխիք, որ արտահերտ ընտրությունը ավելի այլանդակ չէ, կգնա, ավելի այլանդակ չեն լինի, քան այս վերջին ընտրությունները, կասեմ, գիտեք, իշքա, ես այդտեղ միայն մի բան եմ տեսնում, որ այս վերջին ընտրություններից ընդդիմությունը գոնե պետք է դասեր քաղած լինի։ Օրինակ ինձ թվում էր, թե ընդդիմությունը 2005 տեղամասում իր ներկայացուցիչների տրեյնինգ արել է։ Չի արել ընդհանրապես։ Այն տոտալ բռնաճնշումները, որը կային ընդդիմադիրների նկատմամբ, ընտրություններից 1 օր առաջ ընտրատեղամասերում ընդդիմադիրների վստահված անձանց տարան կանոնավորեցին։ Քաղաքականությամբ զբաղվել։ Եթե դուք ձեր արգումենտը դա է, մի զբաղվեք քաղաքականությամբ, գնացեք այս բանը զբաղվեք, որ այդ բռնաճնշումները ձեզ վրա չեն ազդի։ Ես ինչ կարող եմ ձեզ ասել։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Ես ընդամենը պարզ բան եմ ասում։ Իրավական լուծումներ։ Բացառապես իրավական լուծումներ։ Փաշինյանը չի թողել այդ իրավական լուծումներին ընդդիմության հասանելիության հարցը։ Բայց ինչու եք խառնվել։ Ինչու եք խառնվել։ Նիկոլ Փաշինյանը լավ էլ անում է ինչ որ պետք է անի։ Ինչու եք խառնվել։ Ինչու եք ժողովրդի մոտ ձևավորում սպասելիքներ։ Ինչ։ Թողին երկիրը կործան։ Չէ, գնացեք խորհրդարան, միասին մասնակցեք երկրի կործանմանը։ Գնացեք այդ արեք։ Դուք եք առաջարկում։ Ես դրան դեմ եմ։ Ես ձեզ դրա համար չեմ ձայն տվել։ Ես անձամբ դրա համար չեմ ձայն տվել։ Սա է հարցը։ Պետք չի խառնվել, պետք չի Նիկոլ Փաշինյանին բերել մեջտեղ։ Մարդն անում է ինչ որ ինքը ուզում է անել։ Խնդիրը կայանում է, արդյոք ընդդիմությունը կա տարբերակ, թեկուզ տեսական, հասնել նրան, որ այդ հակակշիռների փոխադարձ զսպումների համակարգը այնպես ձևավոր տեսական, տեսեք նույնիսկ, որ թույլ չի տա, որ Նիկոլ Փաշինյանը ինչ մտքով ասնի անել անի։ Ես ասում եմ, այսին հնարավորություն կա։ Պետք է առաջարկի ընդդիմությունը մինչև մանդատները վերցնելը։ Ոչ թե պետք է ասի, գիտեք, ինչ կա, բայց կա մարդին ձայն ատվե։ Ես ստիպված պիտի գնամ մանդատները վերցնելու։ Ես այդ մարդկանց ձայնը չեմ ասում առամարեք։ Ես ասում եմ այդ մարդկանց վստահությունը քաղաքական կապիտալի վերածեք։ Քաղաքական մանդատները վերցնելով դուք ինչ տարի եւ փողոցային պայքարի գեներացումը տարբերակներից մեկը։ Ես ասում եմ ձեր խնդիրը, ընդդիմության խնդիրը պետք է լիներ իշխանության լեգիտիմության դեֆիցիտը չլրացնել։ Ես խորապես համոզված եմ, եթե գնում եք այնտեղ, ինչքան ուզում եք լեզվակռիվ արեք, իրար վրա շիշ գորը ուղարկեք, խփեք այնտեղ ազգային ժողովում, դրանից ազգային ժողովի լեգիտիմությունը չի նվազելու։ Ճիշտ հակառակը, դուք նպաստելու եք, որ իշխանությունը կենսունակ իր կարողություններն ավելի ուժեղացնի։ Ձեզ ձայն են տվել, որովհետեւ ստեղծվում է իրավիճակ, որ այս երկրի սպառնալիքները երկարաժամկետ հատվածում դինամիկ զարգանալու ինստիտուցիոնալ նախադրյալ այս սպառնալիքներից չզոկացվեն եւ փոխարենը ձևավորվեն երկարաժամկետ հատվածում դինամիկ եւ անվտանգ զարգանալու անշրջելի նախադրյալներ։ Մեր ժողովուրդը ձեզ դրա համար է ձայն տվել, ոչ թե մանդատ վերցնելու համար, ու ինձ հակառակը չփորձեք համոզել։ Շնորհակալ եմ։ Արգելի հետևորդներ, հիշեցնեմ Մարմատ մեդիայի եթերում զրուցակիցս Խոսրով Հարությունյանն էր, կհանդիպենք վաղը։